Մարտով նորաձևությունը վերածեց թատրոնի։ I'm driven and still inspired to bring back glamour and luxury to the streets and to the salons of Paris. Այժմ համագործակցելու է արագ նորաձևության ամենախոշոր բրենդի հետ։ John Galliano. Zara is the most That was not on my bucket list. It's nearly a year. Թե ինչ եկեք ծանոթանանք այս լեգենդի հետ։ Ջոն Գալիանոն ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 28-ին։ Մայրը ֆլամենկոյի ուսուցչուհի էր, հայրը ջրմուղագործ։ Ընտանիքը տեղափոխվեց Անգլիա, երբ Ջոնը ընդամենը 6 տարեկան էր։ Երիտասարդ տարիքում տղան շատ ամաչկոտ էր եւ դպրոցում անընդհատ բուլինգը նրա մանկության ամենավատ հիշողություններն էին։ Դպրոցը ավարտելուց հետո Ջոնը ընդունվում է քոլեջ, որտեղ հետաքրքրվում է նկարչությամբ, ինչը նպաստում է նրա հետագա կրթությունը Սուրբ Մարտինի արվեստի եւ դիզայնի կենտրոնական քոլեջում շարունակելուն։ Այստեղ առաջին անգամ Ջոնը իրեն ազատ զգաց։ Սուրբ Մարտինի արվեստի եւ դիզայնի կենտրոնական քոլեջում կրթությունը իզուր չէր։ Տարիներ անց նա արդեն հանդերձ էր գալիս որպես էքստրավագանտ դիզայներ եւ ժամանակն էր հասունացել ցույց տալու իր տաղանդը։ Լոնդոնը 70-ականներին։ Ջոնը համատեղում էր աշխատանքը, ուսումը եւ Լոնդոնի աշխույժ կյանքը։ Երիտասարդ դիզայների առաջին աշխատանքը ազգային արքունական թատրոնում էր։ Հենց այստեղ ձևավորվեց Ջոնի սերը բեմական հագուստի հանդեպ եւ առաջին հավաքածուի ցուցադրումից հետո նորաձևությունը Անգլիայում նոր շունչ ստացավ։ Հենց այս առաջին հավաքածուի ցուցադրությունը գրավեց Լոնդոնի հայտնի բազմաբրենդային խանութի Browns-ի ուշադրությունը եւ հաջորդ օրը Ջոնի ներկայացրած հավաքածուն արդեն վաճառքի էր հանվել։ Սա բավականին մեծ պատասխանատվություն էր, որը ընկավ Ջոնի ուսերին։ Սպասելիքները այժմ էլ ավելի շատ են եւ երիտասարդը սկսեց աշխատել օր ու գիշեր այս հաջողությունը պահելու համար։ Եվ այսպես 80-ականներին նա որոշեց բացել սեփական բրենդը։ Գալիանոն մտադիր էր համագործակցել Ստեֆան Ջոնսի հետ, ում հանդիպել էր գիշերային ակումբում։ Առաջին իսկ հայացքից Ստեֆանը հրաժարվեց համագործակցությունից, բայց Ջոնի աշխատանքները ուսումնասիրելուց հետո նա համաձայնեց։ 1985 թվականին Ջոնը սկսում է իր բրենդը։ Գալիանոյի առաջին հավաքածուները տարբեր մշակույթների համադրություններ էին։ 1987 թվականի գարուն ամառ հավաքածուի համար Գալիանոին շնորհում են Բրիտանիայի լավագույն դիզայներ մրցանակը, ինչից հետո ամեն ինչ փոխվում է։ Չնայած Ջոնի ստեղծագործական հաջողությունների, նա ֆինանսական խնդիրներ ուներ։ Նա զգում էր կրթության պակաս եւ որոշում է տեղափոխվել Փարիզ, նորաձևության մայրաքաղաք։ 90-ականների Փարիզը եւ նորաձևության աշխարհը գրավելու երազանքը իրականություն դարձան, երբ Գալիանոն հանդիպեց Աննա Վինտուրին։ 10 տարի առաջ նա գրավեց Լոնդոնը, իսկ 94 թվականի աշուն ձմեռ հավաքածուի շնորհիվ գրավեց Փարիզը։ Givenchy-ն նորության կարիք ուներ եւ հենց Գալիանոն էր ճիշտ ընտրությունը։ LVMH խմբի ղեկավարները որոշել են Hubert de Givenchy-ին ուղարկել թոշակի առանց նրան տեղեկացնելու։ Եվ չնայած որ Գալիանոյի ոճը շատ էր տարբերվում, բոլորը նկատում էին նրա պոտենցիալը այստեղ։ Ընդամենը 2 հավաքածու, որոնք մեծ հաջողություն բերեցին Գալիանոյի պատմությունը Givenchy-ում ավարտվում է 96 թվականին, երբ Ալեքսանդր Մաքվինը ընտրվում է որպես նոր ստեղծագործական տնօրեն։ Բայց պետք չէ անհանգստանալ Գալիանոյի համար, քանի որ նրան են տալիս Dior-ը։ Գալիանոյի 15-ամյա շրջանը Dior-ի նորաձևության տանը։ Vogue-ը սա անվանում է ժամանակաշրջան, որը ընդմիշտ փոխեց ֆրանսիական նորաձևությունը։ Գալիանոն շարունակում էր ոգեշնչվել տարբեր ազգերի մշակույթներով։ Իր հավաքածուներում կարող ենք տեսնել բնիկ ամերիկացիների, մեքսիկացիների, եգիպտացիների, ռուսների եւ շատ այլ ազգերի։ 2000-ականներին գրեթե բոլոր հայտնիները կարմիր գորգ էին դուրս գալիս միայն Dior հագած։
Սա հիասքանչ ժամանակաշրջան էր թե Dior-ի, թե Galliano-ի համար եւ եկեք չմոռանանք 2000-ականների լավագույն զգեստի մասին եւ հուսանք, որ Galliano-ն նման զգեստ կցուցադրի նաեւ Zara-ում։ 32 հավաքածու Dior-ի համար, 32 հավաքածու իր բրենդի համար, 64 հավաքածու ամբողջ տարվա ընթացքում, որոնց ստեղծման ամբողջ ընթացքում Galliano-ն ներկա է գտնվում։ Galliano-ի աշխատանքը ջուրն է ընկնում 2011 թվականին ռասիստական արտահայտությունների պատճառով։ People like you would be dead today. Շատերը ասում են, որ այս ամենի պատճառը նրա այդքան շատ աշխատելն էր, նրա գերհոգնածությունը վերածվել էր մի շարք կախվածությունների, ալկոհոլի, թմրամիջոցների եւ անկառավարելի պահվածքի։ Վերականգնողական կենտրոնից վերադառնալուց հետո նա տալիս է ինչպես ինքն է ասում իր առաջին հարցազրույցը, որտեղ նա հարբած չէր։ Հարցազրույցի ընթացքում ասում է, որ չի հիշում իր կողմից ասված վիրավորական արտահայտությունները եւ որ ինքը հաստատ ռասիստ չէ։ Քեյթ Մոսը խնդրում է Galliano-ին իր ամուսնական զգեստը կարել։ Սա համարձակ քայլ էր մոդելի կողմից, քանի որ Galliano-ին դեռ ոչ բոլորն էին ներել։ Քեյթը ռիսկի էր դիմում այս առաջարկը անելով, բայց դեռևս շատ տարիներ առաջ այս զգեստը արդեն որոշվել էր Galliano-ի սիրելի մոդելի համար։ Կարող ենք ասել, որ հենց Քեյթը Ջոնի ոգեշնչման աղբյուրը հետ բերեց դիզայների նորաձևության ոլորտ։ Please welcome John Galliano. John Galliano-ն Margiela-ի համար 2014 թվականին քննադատները կասկածում էին արդյոք Ջոնը ճիշտ ընտրությունն էր այս բրենդի համար։ Բոլոր կասկածները վերացան նրա առաջին հավաքածուի ցուցադրությունից հետո։ Քննադատները հիացած էին, միակ տարբերությունը հին եւ նոր Galliano-ի միջև ցուցադրությունների համեստ ավարտն էր։ Փառահեղ վերջաբանի փոխարեն համեստ սպիտակ կոստյումով դիզայները դուրս է գալիս հանդիսատեսի մոտ։ Սա Galliano-ի երկրորդ հնարավորությունն էր եւ նա ամեն նոր հավաքածուով ապացուցում էր, որ արժանի էր այդ երկրորդ հնարավորությանը։ Այժմ այս լեգենդը համագործակցելու է աշխարհի խոշորագույն զանգվածային շուկայի նորաձևության մանրածախ վաճառողներից մեկի հետ։ Այս նորությունը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել նորաձևության ոլորտում։ Սեպտեմբերից սկսած Galliano-ն կաշխատի Zara-ի հետ։ Վերջին տարիների ընթացքում բրենդը սկսել է առանձնանալ զանգվածային շուկայի մյուս մասնակիցներից։ Galliano Zara առաջին հավաքածուն կտեսնենք այս աշնանը եւ եկեք համաձայնենք, որ սա նորաձևության ոլորտում ամենահետաքրքիր նորություններից մեկն է։